Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նաև շատ կարևոր է հասկանալ, որ մենք պետք է գյուղացուն տանք հնարավորություն ինքը ինքնուրույն մշակի իր հողը կամ գնա իր հողը վարձակալությամբ տալու խոշոր մշակողներին։ Եվ գյուղատնտեսության նախարարությունը կարող է հենց այդպիսի միջնորդ դառնա այդ անհատ ֆերմերների կամ նրանց կոոպերացիաների մի կողմից եւ խոշոր հողամշակողների հետ միջև։ Մի կարևոր գաղափար ենք ասում։ Մենք պետք է ստեղծենք, ոնց որ Հոլանդիայում կա ջրի կառավարման նախարարություն։ Ջուրը մեր ամենակարևոր ստրատեգիական ռեսուրսներից մեկն է, որը ամբողջությամբ վատնվում է։ Մենք շատ քիչ ենթակառուցվածքներ ունենք, որը թույլ է տալիս ջուրը հավաքել, պահել եւ բաշխել։ Ըստ էության ամբողջ ջուրը գնում է հարևան պետություններ։ Մենք սրա վերջը պիտակ, մենք պիտի կառուցենք շատ լուրջ հավաքարկ ջրի կառավարման, որպեսզի մեր գյուղացին, որը այսօր իր համար ամենակարևոր պահին մեկ էլ զրկվում է ջրից, այդ ջուրը ստանա։ Մենք ստեղծելու ենք այդ արդար համակարգը առաջին հերթին, որովհետև մենք ստեղծելու ենք ջրի կառավարման լուրջ կարողություն Հայաստանում։ Իսկ եթե դրանից հետո ավելցուկ մնա, մենք այդ ավելցուկը ծախելու ենք հարևան երկրների։ Ամենակարևոր կետերից մեկը այն է, որ մենք հասկանում ենք, որ Հայաստանը տնտեսական զարգացման հնարավորություն չունի, եթե ինքը չի դառնում առաջավոր ժամանակակից տեխնոլոգիաների կրողը, թեկուզ խորշային տեխնոլոգիաների առումով։ Եվ մենք զարգացնելու ենք խորշային բարձր տեխնոլոգիաները Հայաստանում, այսինքն այն տեխնոլոգիաները, որտեղ մենք կարող ենք դառնալ առաջատար։ Օրինակի համար չիպի դիզայնի հարցում եւ այլն եւ այլն։ Պետության կողմից մենք ֆինանսավորելու ենք, ինչպես դա ամբողջ աշխարհում ընդունված է, նկատի ունեմ տեխնոլոգիապես առաջավոր երկրներում, գիտահետազոտական աշխատանքները, R&D։ Մենք ամբողջությամբ ազատականացնելու ենք ֆինտեխը, այսինքն ֆինանսական տեխնոլոգիաները եւ կրիպտո ինդուստրիայի, որը ես կկոչեի ծածկ արդյունաբերություն, այս ամբողջ բնագավառը։ Այսօր Հայաստանը, չգիտեմ ինչու, շատ պահպանողական դիրք է գրավել այս հարցերում եւ ըստ էության զրկվում է կրիպտո ինդուստրիայի հարցում շատ լուրջ հնարավորություններից եւ ինտեգրացիայից համաշխարհային գործընթացների մեջ, ինչը օրինակ Վրաստանը շատ հաջող կերպով կատարում է եւ մենք շատ հետ ենք մնացել։ Այս սրա վերջը պիտանք, այս պահպանողականությունը բանկային համակարգի այսօր խեղդում է ուղղակի մեր երկիրը։ Անցնելու ենք դեպի տվյալահեն կառավարում, ինչը նշանակում է, որ տվյալների շտեմարաններ են ստեղծվելու, որոնց գիտելիքությունը ավելի լուրջ հնարավորություն կտա ճիշտ որոշումներ ընդունել եւ ճիշտ ռազմավարություն մշակել կառավարության համար։ Մենք ինստիտուցիոնալացնելու ենք արհեստական բանականության փորձագիտական կիրառումը բոլոր կառավարման process-ներում։ Մենք ապահովել ենք հայերենի ծրագրային ապահովումը։ Մենք ֆինանսավորել ենք դա։ Մենք լեզվի կոմիտե ենք ստեղծելու նոր մակարդակի, որը զբաղվելու է նրանով, որ հայերենը բոլոր կոմպյուտերային տեխնոլոգիաներում ներկայացված լինի բավարար ձևով։ Եվ դա նույնպես կօգնի մեր ինտեգրացիային համաշխարհային տնտեսությանը։ Կարևորագույն բանը, տեխնոլոգիաները պիտի դառնան մեր տնտեսության զարգացման լոկոմոտիվը, ավելին կասեմ։ Այդ առանցքը պետք է դառնա երկրի տնտեսական զարգացման, պաշտպանունակության, բանակի ամրապնդման, գիտության, կրթության, առողջապահության, ճարտարապետության եւ մշակույթի կոորդինացնող լոկոմոտիվը։ Այդ բնագավառները պետք է միավորվեն մեկ միասնական համակարգի հետ։ Մեր զինվորները, որոնք օրինակի համար բան են անում, երբ որ բանակ են տանում
ու պարզվում է, որ IT բնագավառում աշխատող կամ լուրջ հմտություններ ունեցող մի երիտասարդ իր կարողությունները չեն օգտագործվում բանակում։ Բանակում պետք է լինեն հատուկ միավորներ, որոնցում իրենց կարողությունները կօգտագործվեն։ Մոբիլիզացված գործարարները, ասենք, երբ որ գնում են այդ հավաքների, նրանք պետք է ունենան նաև բիզնես բնագավառում կապեր ստեղծելու, բանակի կարիքները հասկանալու, բիզնեսը բանակի հետ կապելու հնարավորություններ։ Այս ամեն ինչը պետք է կոորդինացվի մի բարձր տեխնոլոգիական խորհրդի կողմից, որը մենք կստեղծենք, եւ նա կլինի միջգերատեսչական բարձր տեխնոլոգիական խորհուրդ։ Էկոլոգիա։ Մենք ունենալու ենք բացարձակապես էկոլոգիական մոտեցում Հայաստանի նկատմամբ։ Մեզ պետք է բրենդավորել, մենք զարգացնելու ենք էկո գյուղատնտեսությունը եւ էկոտուրիզմը, եւ մենք բրենդավորելու ենք Հայաստանի գյուղատնտեսական ապրանքները որպես ամենամաքուր, ամենահամեղ, ամենաօգտակար եւ բանջարեղենը, եւ մրգեղենը, եւ մսեղենը պետք է հենց բրենդավորվի այդ եղանակով եւ մենք կունենանք բավականին լուրջ հաջողություններ։ Երևանի օդը աղտոտող հանքավայրերը փակելու ենք անմիջապես եւ կոնսերվացնելու ենք այնպես որ այդ փոշին այլևս չաղտոտի մեր օդը։ Վերացնելու ենք աղբավայրերը։ Դրանք փոխանակելու ենք աղբա մշակման գործարաններով։ Մենք խստացնելու ենք քաղաքաշինության նորմերը հենց էկոլոգիայի առումով։ Մենք այսօր Հայաստանում ունենք կանցերածին մի հատ միջավայր եւ այդ պետքա վերացնել։ Հանքարդյունաբերության վերաբերյալ մեր մոտեցումը լինելու է հետեւյալը. հետագա ծավալման վրա մենք դնելու ենք արգելք։ Գործող հանքարդյունաբերական տնտեսվարողների գործունեության նկատմամբ խիստ էկոլոգիական չափանիշների կիրառում։ Ամենակարևոր մասերից մեկը մեր ծրագիր լինելու է մեր քաղաքական համակարգի առողջացումը եւ համակարգային փոփոխությունները մեր կառավարման մոդելի։ Առաջինը այդ հիմքում ընկած են լինելու համակարգի առողջացումը, ներառականությունը, մեր պետությունը պետք է դառնա ներառական պետություն, որտեղ բոլորը հնարավորություն ունեն գործ անելու, չգիտեմ, զարգանալու, բարեկեցիկ կյանքով ապրելու, գործելու, անկախ իրենց մերձավորությունից իշխանության հետ։ Եվ սա կբերի հանրային համերաշխության վերականգնմանը նաև։ Ինչ ենք առաջարկում։ Վերադարձ կիսանախագահական համակարգին։ Սա մեր անկախության հենց ակունքում ընդունված մոդել է 91 թվի նախագահի մասին սահմանադրական օրենքով եւ մենք պետք է դադարեցնենք այս էքսպերիմենտները կառավարման մոդելի հետ, այն ինչ որ մեր ժողովուրդը կոնսենսուսով, ընդ որում բացարձակ կոնսենսուսով ընդունել է 91 թվին, այդ մոդելը պետք է վերականգնվի եւ այսուհետեւ երբեք չփոխվի։ Դա նաեւ կնպաստի մեր անվտանգության ամրապնդմանը։ Արդարադատության համակարգը, այսինքն բոլոր այն մարմինները, եւ դատական, եւ քննչական, եւ այլն, այդ ամեն ինչը պետք է դուրս հանվի գործադիր իշխանության տակից։ Մենք պետք է ստեղծենք անկախ մարմիններ, որոնք ձևավորելու են այս մարմինները։ Ընդ որում ոչ միայն արդարադատության համակարգը, այլ նաեւ ընտրական հանձնաժողովը, հանրային հեռուստատեսությունը, հանրային ռադիոն, այս ամեն ինչը պետք է հանել եւ գործադիր իշխանության եւ կուսակցական վերահսկողության տակից։ Բնականաբար սա նշանակում է նաեւ, որ մենք վերականգնելու ենք ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատությունները երկրում, ազատելու ենք բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնելու ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ դեմ այս պայքարը, ավելին մենք նոր հարաբերությունների համաձայնագրիր ենք կնքելու
հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Մենք պետք է պաշտպանենք իրենց իրավունքները, իրենց արտոնությունները եւ վերջ տանք այս պարակտությանը, անօրենությանը, պղծությանը, որ այսօր անձամբ վարչապետը գործում է երկրում։